Ադրբեջանի զինվորական դատարանում շարունակվում են Արցախի քաղաքական եւ ռազմական ղեկավարության նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերով դատական գործընթացները։ Դատավարությունները, որոնք միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները որակել են որպես քաղաքական հաշվեհարդար, ընթանում են Ադրբեջանի իշխանությունների վերահսկողության ներքո եւ հիմնված են միակողմանի մեղադրանքների վրա։ Հունիսի 19-ին եւ 20-ին Բաքվում կայացած դատական նիստերին հարցաքննվել են Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը, նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը եւ այլ նախկին պաշտոնյաներ։ Դատավարությունները նախագահում է դատավոր Զեյնալ Աղայևը, իսկ մեղադրանքը ներկայացնում են պետական դատախազության ներկայացուցիչներ Տարան Մամեդովան, Վյուսլավ Աբդուլայևը եւ Նասիր Բայրամովը։ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը հաստատել է, որ մասնակցել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ Հայաստանի ազգային ժողովում ստեղծված քննչական հանձնաժողովի նիստին, ընդգծելով, որ դա եղել է իր կամավոր որոշումը։ Նա նշել է. Այդ հանձնաժողովի նիստում թե զինվորականները, թե քաղաքացիական անձինք պատասխանել են տարբեր հարցերի։ Այս հանձնաժողովից ինձ առաջարկ է ուղարկվել, որովհետև նրանք չէին կարող ստիպել ինձ մասնակցել իրենց նիստին։ Նա հայտարարել է, որ այդ հանձնաժողովի աշխատանքներն օրինական են, քանի որ քննարկվել են Հայաստանի զինված ուժերի գործողությունները։ Սահակյանը նաև նշել է ռազմական գործողությունների ժամանակ հայկական կողմից ներգրավված ռազմական բարձրագույն ղեկավարների անունները՝ Սեյրան Օհանյան, Յուրի Խաչատուրով եւ Լևոն Մնացականյան։ Դատարանում ցուցադրվել են տեսագրություններ, այդ թվում Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի Նյու Յորքում արված ելույթից մի հատված, որտեղ նա նշում է նոր պատերազմ, նոր տարածքներ։ Մեղադրողները նաև ներկայացրել են իբրև Արցախի զինված ուժերի կողմից ընդունված հրամանագրեր, որոնք ուղղված են եղել Ադրբեջանի քաղաքացիական բնակավայրերի վրա հարվածներ հասցնելուն։ Այս փաստաթղթերի իսկությունն անկախ աղբյուրների կողմից չի հաստատվել եւ նրանց ներկայացումը դիտվում է որպես քաղաքական շահարկում։ Դավիթ Մանուկյանն իր ցուցմունքում հերքել է մասնակցությունը խաղաղ բնակավայրերի թիրախավորմանը, պնդելով, որ նման հրաման չի ստացել եւ չի ներգրավել այդ գործընթացներում։ Նա նշել է, որ Արցախի բանակը չի ունեցել Իսկանդեր-M կամ .U տեսակի հրթիռներ եւ այդ սպառազինությունն առնչվում է միայն Հայաստանի զինված ուժերին։ Մանուկյանը նաեւ պատասխանել է ականապատման վերաբերյալ պետական մեղադրողի հարցերին։ Սովորական խաղաղ ժամանակներում, երբ ես զորամասի հրամանատար էի, ականների հետ կապված միջադեպեր էին լինում։ Չնայած այդքան շատ չէին, սակայն ականապատումներ տեղի էին ունենում։ Շատ հստակ հրահանգներ էին տրվում ձևաթղթերի եւ քարտեզների պահպանման վերաբերյալ։ Ականների տեղադրման յուրաքանչյուր գործողությունից առաջ բարձրագույն հրամանատարությունը հրաման է իջեցնում։ Նա հերքել է նաև, որ Արցախի զինծառայողները ներգրավված են եղել ռազմագերիների նկատմամբ խոշտանգումների կամ քաղաքացիական բնակչության տեղահանման գործողություններում։ Նախորդ նիստը տեղի է ունեցել հունիսի 13-ին, որի ընթացքում էլ հարցաքննվել էր Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, որը ներկայացրել է իր զբաղեցրած պաշտոնները 2015 թվականից մինչև 2020 թվականներին։ Նա նշել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում որևէ պաշտոն չի զբաղեցրել, եղել է թոշակառու, սակայն մի քանի անգամ Արցախ այցելել է նախագահ Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ, օգնելու պաշտպանության կազմակերպմանը։ Նիստի ընթացքում ցուցադրվել է նաև իբր Շուշի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած խորհրդակցության տեսագրություն, որտեղ Սամվել Բաբայանը ներկայացնում է Շուշիի շրջափակման ռազմագործողության պլանը։ Մնացականյանը հաստատել է իր մասնակցությունը խորհրդակցությանը, նշելով, որ գործողությունը չի իրականացվել։ Տեսագրվել է 2020 թվականի նոյեմբերի 5-ին։ Խորհրդակցությունը անցկացրել է Սամվել Բաբայանը։ Նպատակներ փակել ճանապարհը Չանախչիի, Կարմիր տակի եւ Շուշիի ուղղություններով, սակայն հրամանատարները նշեցին, որ պատրաստ չեն եւ գործողությունը չիրականացվեց։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունն ընթանում է առանձին։ Հունիսի 17-ին տեղի ունեցած նիստում ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հարցաքննվել են մի քանի, այսպես ասած, տուժածներ։ Այս պահի դրությամբ պաշտոնական աղբյուրների համաձայն Բաքվում պահվում են 23 հայ գերիներ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հայտնել են, որ հունիսին կրկին տեսակցել են այդ անձանց, ուշադրության կենտրոնում պահելով նրանց առողջական վիճակը, պահպանման պայմանները եւ կապը ընտանիքի հետ։ Հայաստանյան եւ միջազգային իրավապաշտպան կառույցները բազմիցս դատապարտել են այդ դատավարությունները, համարելով դրանք Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքական հետապնդումների մաս։ Դատավարությունների ընթացքն ու բովանդակությունը ոչ միայն հակասում են արդար դատաքննության միջազգային չափանիշներին, այլև սպառնալիք են միջազգային հումանիտար իրավունքների սկզբունքներին։ Ադրբեջանի իշխանությունները մինչև օրս չեն ապահովել գործերի հրապարակային, թափանցիկ եւ իրավունքի գերակայության համապատասխան ընթացքը։ Այս գործընթացները դիտարկվում են որպես ճնշման գործիք հետպատերազմյան տարածաշրջանային կարգավորման համատեքստում։ Վարդանյանի գործով հաջորդ նիստը նշանակված է հունիսի 24-ին։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։